Գիտեք չէ, Մենդելևի Աղյուսակի 118-րդ տարը Օգանեսովը անվանվել է հայ ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանի պատվին։ Իդեպ նա միակն է, որ իր կենդանության օրոք հայտնվել է պարբերական աղյուսակում։ Օգանեսոնը գերծանր տարր է, որը չի հանդիպում բնության մեջ, այլ միայն ստացվում է արհեստական կերպով լաբորատոր պայմաններում։ Ֆիզիկոսի հայտնագործությունը ընդլայնեց պարբերական աղյուսակի սահմանները եւ գիտնականներին նոր պատկերացում տվեց նյութի կառուցվածքի եւ միջուկների կայունության մասին։ Այսպիսով նա բացեց նոր հնարավորություններ միջուկային ֆիզիկայում։ Յուրի Հովհաննիսյանի ղեկավարությամբ եւ մասնակցությամբ հայտնաբերվել են նաեւ լիվերմորիում եւ ֆլերովիում գերծանր տարրերը, ինչպես նաեւ արհեստական սինթեզի բնագավառում կատարված 11 հայտնագործությունների համահեղինակ է։ Ղեկավարել է ծանր միջուկների արագացուցիչների ստեղծման աշխատանքները եւ հետազոտել այդ միջուկների ռեակցիաների մեխանիզմը, տրոհման շարժառիթները, էկզոտիկ միջուկների հատկությունները։ Իդեպ տարրերը սովորաբար անվանվել են մահացած հանճարների պատվին, սակայն Հովհաննիսյանի դեպքն աննախադեպ էր։ Յուրի Հովհաննիսյանը 2006 թվականին ընտրվել է Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, իսկ 2008-ին նրան շնորհվել է Գիտությունների ազգային ակադեմիայի ոսկե մեդալ։ 2023 թվականին Կենտրոնական բանկը մետաղադրամների համաստեղություն միջազգային մրցույթին ներկայացրել է ականավոր գիտնականի դիմանկարով մետաղադրամ, որի վրա պատկերված է Օգանեսուն քիմիական տարրի պատկերը, մակագրությունը, գերծանր քիմիական տարրերի հայտնաբերում եւ միջուկային հետազոտությունների Միացյալ ինստիտուտի զինանշանը։ Իսկ դուք հայ հանճարներից ում գիտեք, ով գնահատվել է իր կենդանության օրոք, գրեք մեկնաբանություններում։ Այսօր էլ այսքանը, մինչ հանդիպում։